Ուրեմն ինգարին է բացատրում էի, որ մենք շատ անգամ Աստվածաշունչը երբ կարդում ենք չենք կարողանում հասկանալ որքան մարդկային իրականություն կա հոնդեղը Աստվածամայրը երբ որ հրեշտակը իրեն ասեց որ Մեսիայի մայր պիտի լինի Աստվածամայրը չէր գիտեր այդ ամենը ինչ է բայց սա մի արգածա խնդիրը ճամփորդություն մներ որ ինքը ընդունեց սկսել առանց գիտենալու որ իրականության մեջը ուր պիտանի ինչ պիտի լինի հոսեր վստահությունը առաջին ամենամեծ խնդիրը որ Աստվածամայրը ուներ այն էր որ Սուպերհոսեպը պիտի ընդունի կամ պիտի չընդունի կարող էր չընդունել եւ կարգոծեին Մարիամին բայց ինքը իր վստահությունը ասովրա դրած էր բայց անշուշտ ասովրա դնելով հանդերձ բայց ինքը մարդկային ամբողջ զգացումները անրավ եւ պիտի ասենք որ այո դարաբեց մտքին մեջ 1001 հարցումներ կար բայց վստահություն կար նաեւ երբ որ Հիսուս 12 տարեկան էր 3 օր Աստվածամայրը որ փնտրեց Հիսուսին այո մեզի պես չէ որ խելակարված փնտրեր ոչ բայց եւ այնպես այդ խոսքերը բարձ խոսքերը որ ասում է որ դղաս ինչ էր 3 օրը մենք տարաբում ենք եւ տարաբում էին եւ երբ որ Հիսուս ասում է չգիտեք որ ես պետք է հորս կորձով սպաղվեի հորը կորձը ինչ է ինչի մասին է խոսում Հիսուս ինքը երբ որ այդ խոսքերը ասում է որքան գիտե ինքը իր աստվածության մասին մարդկայնորեն ինքը ամբողջ գիտությունը չուներ կամաց է որ ինքը ունեցավ այդ գադարյալ գիտությունը իր աստվածության մասին որովհետև իր գիտությունը 12 տարեկան կամ 16 տարեկան 25 տարեկան 30 տարեկան մարդկային գիտություն էր իր կողը որ կար եւ ինքը այդ մարդկային գիտությամբ է որ շարժվում էր որպես աստված ամբողջ եզերքը ինքն է որ կառավարում է բայց որպես մարդ իր գիտելիքը իր կամքը մարդկային է միևնույն ժամանակ որ դրա համար երբ որ ինքը ասում է գեղեցիկ կամքով իր դրաբանկի ժամանակ Գեթսեմանի բարձում իր աստվածային կամքն է բայց նաև որպես մարդ ընդունում է Աստծո կամքը որ ինքը ամբողջությամբ չի հասկանում սա չմոռանանք եւ սրա մասին ինձ համար հեշտ է բացատրելը որովհետեւ այս ամենը որքան պետք է որ ես նորեն բացատրեմ մորս դադիգիս շատ ուժեղ քրիստոնյաներ էին եւ դադիգներս եւ ծնողքս եւ բաբիկներս ես չեմ տեսել մեկ հատ տեսել եմ 4 տարեկան էի որ մահացավ իսկ մույսը հայրս չամուսնացած շատ առաջ մահացած է ուրեմն այդ ամենը պետք է որ ես բացատրեմ բարձ լեզվով եւ այդ ամենը հեշտացրեց ինձ համար որ ես հասկանամ եւ կարողանամ բացատրել որովհետեւ ինչպես որ ասկի առաջ ասել էի լավագույն գերբը մի բան սովորելու համար երբ որ դու բացատրում ես դա ուրիշներին
Եվ երբ որ բացատրում ես, արդյոք ավելի լավ զգում ես, որ ինչ որ բացատրում ես հասկանալի է դիմացինին, կամ ավելի պետք է խորը երթաս եւ երթաս տուն փնտրես, մինչև որ գտնես այդ ինչ որ պետք է որ գտած լինես։ Ուսամ բավարար է դինգարին է։ Շնորհակալություն, այո, Հայր Անտոն։ Լավ, ուրիշ հարց կա։ Լավ, սեզմե խնդրված էր, որ երկու դեսանյութ դիտեիք, այդտեղ սեզմե կանի օքի արիտ ունեցավ ժամանակը դրամատրած դիտելու։ Բարի երեկո Հայր Անտոն, ես նայել եմ։ Շատ բարի։ Ուրիշ։ Բարի երեկո Հայր Անտոն, ես եւս նայել եմ երկու տեսանյութներ։ Ուրիշ։ Ես էլ եմ նայել։ Բարև ձեզ, ես էլ եմ նայել։ Okay. Հիմա կա ուսուցչու այդ երկուքն ուսուցչի են իրականության մեջ, այդ սևամորթ ուսուցչուին ինչ կարող եք ասել իր խոսածների, իր բռնած դիրքի մասին։ Ճիշտ ասած, իր վերածօրինակը ես լսել էի Հայր Անտոն, մի քանի օր առաջ, եթե չեմ սխալվում, Facebook-ում էի հանդիպել երկուսին գումարածը եւ 18-ից հանած օրինակը։ Այն ժամանակվանից դուրս եկել էր այդ օրինակը։ Այո։ Ուրիշ ինչ կա, հոնդերը դեսնում եք կարևոր գետ, որ կա։ Ըստ իս կարևոր կետ այն էր, որ առաջին հերթին պետք է մտնել երեխայի հոգեբանության մեջ։ Այստեղ ավելի շատ հոգեբանությունն ու փսիխոսոմատիկան պետք է գործի։ Ես այդպես հասկացա, չգիտեմ, միգուցե սխալ է։ Կարևորը հիմա ինձ համար սխալը շիդագի չէ, կարևորը ինձ համար թե ինչ քաղեցիք։ Այսինքն, որպեսզի կարողանանք երեխաներին ինչ-որ բան սովորեցնել, պետք է ոչ թե միայն դաս հարցնել, դաս բացատրել, պատմել, այլ պետք է երեխային հասկանանք, երեխայի հոգեբանությունը հասկանանք, դառնանք ընկեր երեխայի համար, հետո նոր շարունակենք սովորեցնել, կրթություն տալ։ Ուրիշով իխոսի։ Պետք է երեխային նախ սիրել, հետո նոր կրթություն տալ, սովորեցնել եւ ուսանել, հասկացա այդքան։ Այո, եւ այդ խոսքի մասին ինչ կարող ենք ասել ուրիշ։ Տեսեք, ամեն մեկը թող խոսի, հա։ Ես ասեմ Հայր Անտոն, բարև ձեզ։ Լսում եմ, այո։ Ես որպես փորձառու մայրիկ շատ դժվար է երեխաներին ինչ որ չկոտրել, հա, այդ բառով ասել։ 10 հատ սխալը անտեսել ու այդ մի ճիշտը անպայման ասել օրվա մեջ 5000 անգամ։ Ես սկզբում չէի բան ուշադրություն դարձնում, հա, ավելի շատ փորձում էի թերությունը ցույց տալ, վայ սխալը, իսկ հիմա չէ։ Հիմա արդեն սխալը ոչինչ, սխալը, բայց այդ մի լավ բանը, որ անում է, հա, կրթության մասին չէ։ Հիմա ավելի շատ իմ տղան փոքրիկ է, ես իրան մարդ տեսակն եմ կրթում, էլի, ոչ թե ինչ որ բան։ Իր մի ճիշտը ամբողջ օրը այնքան եմ ասում, մինչև ինքն էլ է արդեն հասկանում ու ով ներս է մտնում, այդ նույն ճիշտը ինքը սաղեն պատմում է, ես այսօր էս եմ արել ու ճիշտ եմ արել, այդ ճիշտը։ Որ ինքը հասկանա, որ հա այն սխալը մաման տեսավ, գիտե, բայց դիք չպատմեց էջ մարդու, որովհետև բան իրա թերություններ, ինքը հետո դիք կուղե, բայց այն ճիշտ է, ինքը այնքան կոված, որ իրա մեջ ամրացավ, ինքը արդեն իրան լավ զգաց, ու այդ մի հատկությունը ամրացրավ իրա մեջ։ Նույն ձևով են դիք թվա կրթության ոլորտում պիտի ենես, եթե ուզում ես ուսուցիչ լինես ու ուսուցանես,
պիտի կենտրոնանաս այդ մի ճիշտի վրա, սխալները ընթացքում ուղղելով։ Իրականության մեջ է սխալը ով է որ ուղում է։ Աստված, սխալն ուղղվում է ինքնստինքյան, նույնիսկ անգիտակցաբար, հա։ Չէ, անձը գիտակցաբար իր սխալը գուղ է։ Եվ սա չափազանց կարևոր ու բանի մեթոդիկայի մաս կազմի, որ երբ որ երեխան գզկա, որ հարցագում գա, այլևս չի լսեր եւ բամը չներ։ Բայց երբ որ գզկա, որ ընդունված է, այդ ժամանակ ինքը իր ուզած առաքությամբ կամ տանտաղությամբ կընդունի փոխել եւ հասկանալ, որ եթե փոխե, էլի ընդունված պիտի լինի։ Իրեն վրա հարցագող չկա։ Այսևով մտածել բավականին կարևոր է հասկանալ, որ միայն երեխան չէ, մեզանից յուրաքանչյուրը մանավանդ կյանքի մեջ է, երբ որ ծեր ամուսինները այդպես խոսին, որ հարցակում են ծեր վրա, ինչ եք անում, դուք ցես կպաշտպանեք, բայց երբ որ հարցակում չի գա, այլ բարձորեն նշվում է մի սխալ եւ եթե ընդունես այդ սխալը կուզած ժամանակը ուզածիդ պես դու ընդունես եւ դու քեզ կփոխես, բայց ուրիշի քեզ չի գնալ փոխել, դու պիտի ընդունես դու քեզ փոխել։ Ինչ է վեսը, շարունակենք, ուրիշ ինչ կա այդ բանի մասին խոսիլ։ Դեզանույթի մասին։ Ես որովհետև այդ ոլորտի մասին շատ լսած եմ, տեսած եմ, նաև հոնդեղը կարևոր անձնավորություններ կային, որ լսում էին այդ կնոջը եւ մոտավորապես վերջավորության հոնդեղը մի անձ որ գլուխով այո ասում էր այդ կնոջին ինքը չափազանց ճանաչված անգլիացի մի բան է ոչ բան գրթության մասնակետ է, որ որոշ ժամանակ Ամերիկայի ապրում հիմա եւ ինքը ահագին բաներ ունի, դեսանյութեր ունի գրթության մասին եւ այնքան գեղեցիկ եւ կարեւոր բաներ ասում է։ Մեկ երկու հատ թարգմանել եմ, ինչ է վիճը։ Հիմա անոր մասին չեմ ուզել խոսել, գուզեմ որ դուք խոսիկ ինձ եւ ասեք որ ինչ կա հոնդեղը, ինչ հասկացաք։ Երբ որ չենք խոսիր, դիտենք եւ կանցնենք, մեր վրա դեպավորություն չի տոնի, բայց երբ որ կխոսենք եւ գլսենք ուրիշը, եւ ուրիշը դեսած է բաներ, որ ես չեմ դեսել, այդ ժամանակ է որ իմ մեջս փոփոխություն կլինի, իմ մեջս հասկացողությունը առաջ կերտա։ Ուրիշը խոսող չի գա։ Սպասում եմ։ Այո, ես էլ եմ համաձայն, որ ամեն մեկս մեր իմացածով կիսվենք իրար հետ, պարզաբանենք ամեն մեկս մեր հասկացածով, որ ավելի պարզաբանվի, ավելի մեր իմացածը ավելի պարզ հասկանանք։ Կարող է մի միտք իմ մեջ չի բացի, բայց կողքինից մեջ ավելի ուժեղ է բացվում իր մոտ այդ միտքը։
այդ հաղորդակցելու միջոցը, որ անպայման իրար հետ հաղորդակցվենք։ Ու բացի այդ էլ ես էլ էի ուզում համաձայն էի, որ պետք է երեխաների հետ վերաբերվել ամենաառաջինը սիրով ու ոգևորել երեխայի մեջ ինչը որ ինքը ցույց է տալիս կամ ինչը որ կարողանում է այդ իր կարողացած գործողությունը անպայման գովաբանել ու շեշտել։ ուրիշ մեր բոլոր դպրոցների մեջը եւ սա նաեւ սովետական լարիներեն մնացած մի բան է, որ վերլուծումը շատ քիչ է։ Ես բան նախերտարանի եւ մինչեւ 10-րդ դասարան իմ ուսումս հորտանան արել եմ եւ հորտանան որ սովորում էի մենք ամեն տարի պետք է 2-3 վեբ կարտայինք տարբեր լեզուներով, որովհետև մեր դպրոցը մենք ունեինք անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն եւ այդ լեզուներով մենք վեբեր կարդում էինք եւ վեբերը եւ ինչպես նաեւ բանասիազությունները պետք է վերլուծեինք վերլուծական բանը հնարավորությունը մեր մեջը իրապես խորացավ եւ մենք ոչ թե մեր ուսուցիչին մտածածը իրեն պիտի գրկնեին կամ իրեն ասածը պիտի գրկնեին չէ մենք մեր գաղափարը պիտի ասեինք նույնիսկ եթե հակառակ էր ինչ որ ուսուցիչը մտածում էր եւ ես խնդիրներ ունեցել եմ ուսուցիչներին հետ որ ամբողջովին հակառակ ձևով մտածել եմ ինչեւս է հիմա այսօրվա այդ առաջին դեսանյութին մեջը ինչ է շեշտում է որ այդ թիմացինը որ կարողանաս իրեն մի բան սորվեցնել ամենակարևորը այն է որ այդ անձը զգա որ դու իրեն ընդունում ես եւ չես տադում ուրեմն այդ երկու գումարածը բուն իմաստ անիգա է որ այդ անձը որ այո ցախողած է բայց ընդունված է իրեն չսա որ ամոթ քեզի բայց ընդունված ես ավելի լավ գրնաս անել եւ իրեն սազը սկիզբեն ամբողջ դասարանը ամբողջ տարվա մեջը ուզես չափազանց շատ բարձրացնել եւ այդ բարձրացնելը միայն իրենց ասելով որ դու կարող ես մենք կարող ենք միասին եւ սա մեզ կդանի երկրորդ դեսանյութին երկրորդ դեսանյութի մասին հիմա խոսենք եւ ինչ հասկացաք դու կարող ես ինչ իմաստ ունի ես իմ քրություններս մեջ ժամանակին մի պատմություն կարդացած եմ երկու կորդերի մասին երկու երիտասարդ կորդ մի չոր հորի ձայրը խաղում են եւ ընկնում են փորձում են ցատկել որ դուրս գան եւ բավական ժամանակ անցնում է եւ չեն կարողանում չորս կողմը վերը բոլոր կորդերը հավաքվում են եւ կբարան ասելով որ հրաժարվեք մի հոգնիկ բարապ դեղը հասկացեր վերջն է ուրեմն մեկ հատ
դեղի գուտա եւ եղածը կմերնի իսկ մույսը ավելի եւ ավելի գծած կրդե մինչեւ որ կարողանում է դուրս գալ ինչու մեկադը կարողացավ եւ մույսը ոչ որովհետեւ այդ մերնողը լսեց մույսներին որ ասում է որ չես կարող իսկ մույսը որ հաջողվեց ինքը խուլ էր կարծեց որ այդ բոլորը եկել են իրեն կաչալերելու որ ցած կրդի եւ հաջողի եւ հաջողի սա շատ խորն է երկար պետք է մտածենք սրա մասին ուրեմն երբ որ մեգումը ասում ես չես կարող իր մեջը մեծամասնության մեջը կոդրում ես ամեն ինչ բայց երբ ասում ես կարող ես այդ ժամանակ թևեր ես տալիս մի վարտաբեդ հոգեպան որ ամերիկայի մեջ է համալսարանների մեջ է դասավանդեր գսեր որ ծնողները մինչև վերջը երեխաներին ինչ են ասում չես կարող ինչ որ երեխան անում է ասում ես չես կարող եւ գադագով բանը որ քսե ես աշակերտ մոնեի որ ասեց որ Ֆրեդը անունը Ֆրեդը ասե որ ես մինչև 7 տարեկան կարծում էի որ իմ ազգանունը նոնո է որտեղ մինչև ինչ որ լսած եմ մանկությանս Ֆրեդ նոնո ուրիշ բան չեմ լսած Եվ դրա սա մենք եւս մեծած ժամանակից մենք նույնը ապրել ենք, չէ՞։ Այսօր երբ որ 2 տարեկանին ասես որ կարող ես, դες ինչեր կարող է անել։ 4 տարեկանին, 10 տարեկանին, 50 տարեկանին կարող ես։ Ինչևից է, ուրեմն այդ բանեն դեսանության ինչ կուզեք պատմել ինձ։ Խնդրեմ խոսեք, Հայր Անտոն, ես կարող եմ իմ համար ավելի շատ նման է երեխայի քայլել սկսելուն, հա։ Ոչ ոք չի ինքը անընդհատ ընկնում է, անընդհատ մի քիչ ցավոտ լացելով, բայց նորից վեր է կենում, չէ, երբեք իրեն ոչ ոք չի ասում, որ դու չես կարող։ Ու ինքը չգիտե այդ ինչ է, ինքը մենակ գիտի, որ պիտի քայլի։ Վաղ թե ուշ այնքան է փորձում, մինչև քայլում է։ Հիմա նույն գիտակցությունն է, հա, ուղղակի մենք մեծերս ավելի շատ խանգարում ենք, քան թե օգնում այդ դեպքում։ Այո, քայլելու համար մի քիչ տարբեր է, որովհետև ինչ որ ասես, նույնիսկ ասես չես կարող, ինքը պիտի անի, բան չէ, բայց երբ որ մեկը 4-5 տարեկան է եւ իրեն ասես չես կարող, այլևս իր մեջը ինքը կաշկանդված կլինի։ Բայց երբ որ իրեն հնարավորություն կտաս, որ ինքը իրեն համար մտածի եւ իր ուզածին, իր մտածածին համաձայն բաներ անե։ Երբ որ երեխային այսօր մի քիչ ավելի տարբեր մոդեցում կա, երբ որ երեխային տալիս ես բան թուղթ մատին եւ իրեն կաչալերում ես, որ գծախություն պատրաստե եւ նույնիսկ եթե ինքը չի հաջողվում, իրեն ասես որ լավն է, ինքը ավելի լավը կնե եւ ասես որ կարող ես։ Կարգում բաներ կա, որ մենք պիտի սորվեցնենք միայն օրինակով։ Ձեզ ասել եմ ասկի առաջ, ես բան Ավստրալիա
դպրոց որոնի չորրորդ դասարանի ուսուցչուհին այդպիսի ուսուցչուհի մներ, որ դարվա վերջավորության բոլոր իր աշակերտները կարդալ կսիրեին։ Սա որովհետև իր մերձեցումը այդպիսին էր, որ կարող ես և կաչալերականը որ կար։ Այսօր ես կուզեմ, որ դուք խոսիք, ես չէ, որ կուզեմ ձեզի դասախոսություն արտարաս ամենի մասին, կուզեմ, որ դուք խոսիք, դուք արտահայտվեք, որպեսզի ձեր լսածը, ձեր տեսածը ավելի ձեր վրա ասացություն ունենա և հասկանար։ Հայր Անտոն, ես երկրորդ տեսանյութից հասկացա, որ Հնդկաստանում ներկայացնում են, թե ինչպես են աշխատանք կատարել այնպես, որ երեխաները սկսել են սովորել եւ սովորեցնել մեկը մյուսին եւ առաջընթաց է նկատվել այդ քաղաքում, կրթության զարգացում է ապրել, կրթությունը զարգացում է ապրել եւ նաեւ նկատեցի տեսանյութում, որ այնտեղ ոչ միայն երեխաներին են սովորեցնում, այլ նաեւ ծնողների ուսում չունեցող ծնողներին էին երեխաները սկսել արդեն սովորեցնել, որ սովորեին, դա նշանակում է, որ նախ պետք է սկսել ընտանիքից, երեխան դպրոցում կարող է սովորել, բայց ընտանիքից պետք է սկսես, ծնողից, ընտանիքից, որպեսզի երեխան կարողանա խելացի լինել, զարգացում ապրել, ձգտում ունենալ եւ հնարավորություններ իր դիմաց բացվի, որ կարողանա առաջ գնալ։ Նաև դա համեմատեցի, որ քաղաքներում այդ Հնդկաստանի քաղաքում ուսուցում էր տարվում եւ այդ խումբը երեխաների մեծ աշխատանք կատարեց, ամեն հնարավորություններ ուներ, օգտվում էր ամեն ինչից, որ կարողանար ինչ որ բան ստացվեր, համեմատեցի մեր մոտ եւ ես երեխաներին, որ դասեր քրիստոնեական հանդիպումներ եմ կազմակերպում, առաջի դասերի ժամանակ մենք Կուրիայի ժողովից Մարիամի լեգիոնի 3000 դրամ գումար ունենք եւ դա ես օգտագործեցի երեխաների խրախուսական ինչ որ փոքրիկ բաներ էի գնում եւ պեչենի եւ այլն սոկ եւ այլն կամ միրգ տանում էի, ուտում էին երեխաները եւ երեխաները հիմա որ չեն ուտում նույն կերպ եւ ավելի ակտիվ են գալիս, բայց այն ժամանակ ես զգացի, որ դա խրախուսական է եւ երեխաները ավելի ոգևորվել էին, սակայն գումար էլ ընդհանրապես չկար, որ շարունակվեր, շատ ափսոս, բայց երեխաները առանց որևէ բանի սնունդի եւ խրախուսանքի նորից շարունակեցին գալ եւ մասնակցել։ Կուզեմ ձեր բոլորի գաղափարները լսել, խնդրեմ Իմ կարծիքով այդ խոսքերը կախարդական խոսքեր են, դու կարող ես, որովհետև ես իմ մաշկի վրա զգացել եմ, թե ինչպես կարող եմ, որովհետև միշտ մտածել եմ, որ չեմ կարող, բայց այդ խոսքերից հետո միշտ կարողացել եմ։ Որքան կարևոր է, չէ։ Radio Մարիամում մի օրիորդ կամ որ ունդեղ աշխատում է, երբեք չի սիրել խոսիլ ռադիոյեն, բայց մինչև վերջը կաչալերում էի և այսօր երկու շաբաթ է ևեր սկսավ արդեն խոսել ռադիոյեն, որովհետև մինչև վերջը կարող ես, պիտի անես, կարող ես, բայց իր ամբողջ մանկությունը չես կարող եղած է։ Տեսեք, չեք ուզել խոսել, խնդրեմ,
ինչ որ գսենք սխալը չի գա, շիդագը չի գա, մեր գարձիկն է, մեր դեսագետն է, և այդ ձևով պիտի պանենք, իրար մեզ սովորենք։ Առաջին անգամ, որ ես այս բանը տեսանյութը տեսա և թարգմանեցինք, ուրեմն այդ ժամանակ ես Ռադիմարիամի տնօրենն էի և ուրեմն այդ խումբին բաների, որքան կարևոր է այս գաղափարը և ասեցի, որ փորձենք։ 3 հոգի գնացինք, ես մեկ անգամ գնացի, 3 հոգի գնացինք Արևիկի դպրոցը և բարձր դասարանի աշակերտներ հավաքեցինք և իրենց հարց տվեցինք, թե ինչ կուզեք, մի բան ծրագրեք, որ տեսնենք, եթե պիտի կարողանաք իրականացնել։ Ֆուտբոլի դաշտ է, բասկետբոլի դաշտ է, ինչ գիտեմ, մեծ բաներ մտածեցին, բայց կամաց մտածեցին, որ մեկ բանի վրա, մեկ բանի մասին խոսին։ Եթե կարծեմ Լիլիթն ալհոներ, չէ՞։ Այո, Հայր Անտոն։ Okay, Լիլիթին դասարաններ, ինքը 9-րդ դասարաններ այդ ժամանակ։ Եվ ուրեմն ես մեկ անգամ գնացի, անգե հետո Ռադիմարիամեն 2 անցիկային, որ կերտային և հետերնին կխոսեին։ Ուրեմն որոշեցին, որ 9-րդ դասարանը մեկ ծրագիր պիտի որդեգրե և աշխատի իրականացնե։ Իրենք են պիտի որոշեին ինչ կուզեն և նաև ուրեմն որոշեցին, որ իրենք դպրոցում սենյակ չունին հատկացված, որ իրենք կարող են իրենց հացը ուտել։ Եվ ուրեմն սկսան մտածել այս ամենի մասին և մինչև վերջ իրենց ասում են, դուք կարող եք և ասում է, որ տնօրենին պիտի ներկայացնենք, բայց ամեն խնդիրը, ամեն կողմեն ուսումնասիրեն և այդ ձևով ներկայացնեն տնօրենին։ 9-րդ դասարանի ինչ կսեք ուսմասվար։ Տասղեկ։ 9-րդ դասարանի տասղեկը տնօրենին գինն է։ Եվ տնօրենին գինը մինչև վերջը իրենց ասում է, ժամանակի կորուստ է, տեղ չեք հասնիր, ժամանակ մի գործընծնեք։ Վերջի վերջո իրենք պատրաստ են և ժամադրված են տնօրենին հետը այդ արդում։ Ուրեմն Ռադիմարիամեն չեմ գիտեր, մեկ կամ 2 հոգի էր, որ գնաց և այդ արդում տնօրենին գինը կասեմ աշակերտներին ժամանակի կորուստ է, հիմա պիտի տեսնեք տնօրենը ձեզի ոչ պիտի տեսե։ Բայց իրենք ոգևորված էին, քաջալերված էին և որ մտան տնօրենին կողը ներկայացուցին, կարծեմ 1 րոպե կամ 2 րոպե տևեց միայն և տնօրենը ամիջապես ասեց, որ շատ լավ գաղափար է, ձեզի դեղ կհատկացնենք և ուրիշ ինչ պայմաններ տրվեցավ ոնդեղը չեմ հիշեր հիմա, որտև ինչպես ասի, ես ոնդեղ չէի, բայց բացիկ այդ դասարանը կարողացավ մի գաղափար առնել և այդ գաղափարը իրականացնել։ Եվ վերջը նաև ուրիշներ այդ քյուղին մեջը որոշ բաներ կարողացան, որովհետև գիտեցան, որ կարող են և կարողացան փոփոխություններ բերել։ Կարողեմը չափազանց կարևոր է և երեխաներին մինչև վերջը ասել, որ կարող ես։ Ընտանիքին մեջը, դպրոցի մեջը, աշխատանքի տեղը
ամեն դե ոչինչ չկա, որ ավելի շատ կգոդրե, քան ասես մեկումը, որ չես կարող։ Բայց 1000-ին կամ 10,000-ին մեկը, եւ որ ասես չես կարող, քեզի կպաստե, որ չէ, ես կարող եմ։ Կովս ունիմ ես այդպիսի մի անձ։ Եվ որ գուզես, որ մի բան անպայման անի, իրենց որ չես կարող։ Եվ անպայման գանի։ Բայց մեծ մասնությունը կգոդրվին, երբ որ իրենց ասես չես կարող։ Ուրեմն գուզեք խոսել կամ բան պիտի լրեք ասանք։ Ես իմ օրինակ ասեմ Հայր Անտոն, ճիշտ ասած ինձ մոտ էլ մի քիչ հակառակն է եղել, երբ դպրոց ավարտեցի, շատ էի ուզում լրագրող դառնալ։ Ինձ ասում էին դու չես կարող, քեզ մոտ չի ստացվի, մեր դպրոցի մակարդակը այդքան էլ բարձր չի, որ գնաս լրագրություն սովորես։ Ես ասացի կարող եմ ու պիտի սովորեմ։ Ու գնացի տվեցի լրագրություն ու սովորեցի Փառք Աստծո մինչև էջ կարմիր դիպլոմով էլ ավարտեցի, հետո գնացի այդ մարդկանց ասացի, բա տեսակ որ կարողացա։ Այո, ինչպես ասեցի, պատահում է, որ կանցիկ է, որ ոչ ասես, անպայման պիտի իրականացնեն, բայց մեծամասնությունը եւ ճախճախից մեծամասնությունը կարևոր է, որ փոքր տարիքեն իրենց ասենք, որ կարող ես։ Եվ այդ կարող ես ասելը նաև կրոնքին մեջը մեծ թեր կխաղա, որովհետև երբ որ ասես չես կարող, սա միայն իրեն հնարավորության մասին չէ, այլ դու չես արժեր, արժեք չես ներկայացնել, դրա համար է, որ չես կարող։ Եվ ինչպես այդ անձը, որ այդ ձևով մեծացել է, ինչպես կարող ես իրեն ասել, որ Աստված քեզ անհունորեն սիրում է, Աստված քեզ ընդունում է, եւ որ դու մեկում ասես, եւ որ ցես նեւս նաեւ որ ասեմ, որ Աստված քեզ սիրում է, ինչպես որ եք, միլիոն դոգոսով սիրում է, ամեն ձևով, եւ ծեր թերությունները, ծեր սխալները, ծեր անցյալի կյանքը, անոնք ամենը ոչ մեկ աստեցություն չունին իր սիրո հետ։ Անհարին է, որ անիկա ընդունեք, չէ։ Ձեզ մեկը գա, որ կընդունի, կրնա ինձ իսեր, որ այո, ես գիտեմ, որ Աստված ինձ անհունորեն սիրում է։ Ով կրնա ասել։ Ոչ էլ կհասկանանք ինչ կնշանակի է, որ անհունորեն Աստված մեզ սիրում է։ Որովհետև ամբողջ մեր հարաբերություններին մեջը բոլոր մարդկանց հետ որ հարաբերություն ունեցած ենք միշտ կարմիր գիծ կա։ Եթե այդ նույնիսկ ընտանիքին մեջը, նույնիսկ ծնողները, զավակները, եղբայրը, քույրը կարմիր գիծ կա։ Եվ որ այդ կարմիր գիծը կանցնիս, սերը կվերջանա։ Եվ ինչպես կնաս խոսիլ անհուն սիրո մասին, որ Աստծո կարմիր գիծ չի գա։ Կարմիր գիծը գա իրականության մեջը, բայց որն է այդ կարմիր գիծը։ Այդ կարմիր գիծը մեր վերջին շունչն է։ Եթե այդ մեր վերջին շունչին մեջը մենք Աստծո թեմ ենք, այդ ժամանակ է, որ մենք ենք, որ գոդրում ենք սերը, որ Աստված ունի մեզ հանդեպ։ Ինքը չի գոդրում։ Ինքը մեզ դժոխք չի ուղարկում։ Եվ սա պետք է շատ լավ հասկանանք։ Մենք ենք, որ ասում ենք Աստծուն, քեզ չեմ ցանկանում։ Սա է, որն է այդ կարմիր գիծը, սա է կարմիր գիծը, որ կա Աստծո հետ։ Եթե ոչ, ինչ որ մեղք գործել եմ, այսինքն, երբ որ գարնենք
Չեմ գիտեր ծեր գարձիկը ինչ է բան Ստալինի մասին։ Ստալինը մինչև իր վերջին շունչը ասված իրեն սիրում էր անհունորեն։ Եվ այդ կարմիր գիծը անցավ չանցավ չենք գիտեր, բայց ինքն է, որ այդ վերջին վարգանին, վերջին երբ վարգանին որոշեց Աստծո սերը ընդունել կամ չընդունել, բայց սերը միշտ կար։ Հիտլերը նույն ձևով, ամենավատ մարդիկ նույն ձևով։ 20-րդ դարը ամենա արյունալից դարը եղած է։ 300 միլիոնեն ավելի մարդիկ սպանվեցին։ Մի քանի հոգու գլխավորությամբ այդ ամենը եղավ։ Մաո Ցեդունգը ասում են, որ 60-100 միլիոն մարդ սպանած է։ Աստծո սերը միշտ կա։ Եվ եթե մենք կուզենք մեր երեխաներին մեջը, մարդկանց մեջը, որոնց հետ մենք հարաբերության մեջ ենք, եթե կուզենք, որ իրենք կարողանան Աստծո սերը ընդունել, պետք է այս «Դու կարող ես» գաղափարը իրենց մեջը ավելի եւ ավելի խորացնել, սկսելով մանկութենեն եւ մինչեւ վերջը։ Ես համամիտ չեմ քո հետ, ոչինչ, բայց կարևորը իմ համամիտ լինելս չէ։ Կարևորը, ամենակարևորը, որ Աստված քեզ սիրում է, Աստված քեզ ընդունում է։ Ինչպես որ ես։ Բամը չի սպասում, որ փոխես քո մեջը։ Եվ բուն սերը դա է։ Եվ որ գողոսինք սիրո մասին, սիրել մեկումը կնշանակե եւ նաեւ երբ որ տարբեր երիտասարդների պատրաստում էի ամուսնության եւ սիրեի ասել զույգին պատրաստել ես այդ ամեն գեդեր որ գուզես որ նշանածիտ մեջը փոխվի եւ որ գսեին այո սեր ուրեմն սեր չի գա սեր կնշանակե սիրել թիմացինը առանց որ բանջես որ վայր մի բան փոխվի իր մեջը որպեսզի կարողանաս իրեն ընդունել սա է սեր եւ այս խոսքը դպրոցին մեջ աշակերտներին շատ անգամ բացատրած եմ եւ շատ հստակ բարերս որոշած եմ սիրել նշանակում է ընդունել թիմացինը առանց ցանկանալու որ ոյև մի բան փոխվի իր մեջ որպես ես կարողանամ նրան ընդունել որովհետեւ սիրել կնշանակի ընդունել թիմացինը Հայրանտոն ձեր ասածից իմ մոտ հարց առաջացավ այն ասածից, որ ասում եք, թե վերջի վայրկյանին է, որ մարդը պիտի որոշի ասում է մահվան վերջի վայրկյանին, ասում մոտ է կնում, թե ոչ, եւ ես մտածում եմ, լինում են դեպքեր, որ մարդը շատ հավատավոր կերպար ունի, աստվածահաճո գործեր արել եւ լավ քրիստոնյա է, բայց գուցե նա վերջի վայրկյանին չընտրի ասուն եւ չգնա երկինք եւ նաեւ մի բան եմ ուզում ասել կխոսեք մի քիչ խավարանի մասին խավարանը գիտեմ որ երկնքում ժամանակ չկա ժամանակով չի չափվում բայց մոտավորապես ժամանակով է թե մի քանի վայրկյանում որոշում է այդ հարցերը խավարանի եւ գնում է անձը դրախտ ասենք մի քեր կունիմ որ մի բաննա անգլիկան կաթողիկե չէ
որ գրած է, ինքը որքան որ անգլիկան է, երկրաբարները չափազանց կաթողիկ են։ Ուրեմն այդ գրքին մեջ ինքը շատ լավ բացատրում է եւ կավարանը եւ բացատրում է թե մարդս ինչպես ապրում է եւ ինչպես պիտի մեռնի, որովհետեւ մեր մահը պիտի լինի մեր կյանքի համաձայն։ Եթե մեկը մենք կարծում ենք, որ լավ է, բայց ինքը լավ չէ, չենք գիտեր մեխանիկա, բայց այդ անձը, որ իրապես լավ կյանք է ապրում, անհնարին է, որ վերջին վայրկյանին Աստծո թեմ ելնե։ Ես հիմա անձամ երբեք չեմ մտքից արեն չեմ անցնել, որ ես երկինք բիչեր տամ։ Մտքից արեն չանցի, մտքից մեջ չեմ գնալ դեղավորել, մտքից մեջ է, որ ես երկինք բիչեր տամ։ Ոչ թե որովհետև ես լավ եմ, ոչ թե որովհետև ես անմեղ եմ, ես ոչ անմեղ եմ, ոչ սուրբ եմ, այլ ես ապրում եմ իմ կյանքը մինչև վերջը Աստծո ողորմությունը խնդրելով։ Եվ երբ որ ես Աստծո ողորմությունը խնդրելով եմ, որ ապրում եմ, Աստծո ողորմությունը խնդրելով եմ, որ նաև պիտի մեռնեմ։ Բայց որպեսզի ես ապրեմ ողորմությունը խնդրելով, նաև ես պետք է ողորմած լինեմ ուրիշների հանդեպ։ Եվ եթե ես ողորմած չեմ ուրիշների հանդեպ, կնշանակի, որ իմս երկու երեսանցություն է։ Ես չեմ մտածում Աստծո մասին, չեմ մտածում եւ չեմ հասկացել հայր մեր աղոթքը։ Ներիր Աստվածին, ինչպես ես ներում եմ։ Եվ սա չափազանց կարևոր մի կետ է, որ Հիսուս ասում է, եթե չներես, դու չպիտի ներվես։ Ուրեմն ես ինձ միշտ հարց պիտամ, որ արդյոք ես ներում եմ, պատրաստ եմ ներելու, եւ եթե եւ մեծանից ամեն մեկը ունեցել է, եթե նույնիսկ կարողացել է հաղթահարել, ունեցել է անցիկ ովքեր մեզ այնքան վատ ծավալ վարված են, որ մենք դժվարություն ունեցել ենք ներելու։ Եվ երբ որ չափազանց դժվար է ներելը, այդ ժամանակ Հիսուսին միտեցենք, որ Հիսուսին ես չեմ կարող ներել, թուն փոխես երդես, որ ես կարողանամ ներել։ Ես կուզեմ ներել, բայց մարդկային է իմ դկարությունս, իմ մեջս է, բայց կուզեմ, որ ինձ օգնես, ինձ փոխես, որպեսզի կարողանամ ես ներել։ Իսկ կավարանը այն է, որ մենք դկարություններ ունենք, մենք գեղդ ունենք մեր մեջը, եւ այդ ամենը պետք է մաքրվի։ Այդ վերջին վայրկյանին Աստծո լուսարձակը բացվում է մեր վրան, եւ ամեն ինչ մենք տեսնում ենք չափազանց հստակ։ Եվ երբ որ տեսնում ենք չափազանց հստակ որեն մեր ամբողջ էությունը, թե մենք ինչպիսին ենք, այդ ժամանակ մենք ցանկանում ենք մաքրվել։ Եվ այդ մաքրությունը պիտի լինի կամ դարաբանկով, եւ այդ դարաբանկը կարևոր չէ, որ մի քանի տարի կամ մի քանի հազար տարի դարաբանկ լինի, կարող է մեկ վայրկյանի մեջ այդ խիստ դարաբանկը լինի, եւ այդ խիստ դարաբանկը մեզ մաքրի ամբողջությամբ։ Կամ Աստված որ գիտի, թե մարդիկ որքան պիտի աղոթեն իմ հոգու համար, եւ այդ ամենը, որովհետեւ Աստծո կողը անցյալ ներկա աբանի չկա,
ամենը հիմա է, այդ վարքյանին, որ ես մերնում եմ, այդ ամենին արդյունքը լինում է իմ հոգուս մեջը, այդ վարքյանին, վերջին շունչի հետ։ Բայց մենք չենք կարող ասա հասկանալ մարդկայնորեն, մենք խոսենք մարդկայնորեն եւ ասենք, որ որքան ժամանակ արդյոք մեկը կավարանի մեջ պիտի մնա, մինչև որ մաքրվի։ Սա նորմալ մարդկային ցևն է խոսելու, բայց իրականությունը շատ ավելի խորն է, եւ մենք պետք է որ եթե կարողանանք ընդունենք այդ ցևը, եթե կարող չենք, պիտի ընդունենք շարունակել մտածել նույն ցևով, որ մենք վարժված ենք։ Եվ այսօր, երբ որ ես ուսումնասիրում եմ պատմությունը, սուրբերի կյանքը, անցյալին, տեսնում եմ այդ երկու ցևերը, որ կան, ոմանք սուրբերից հասկանում են մեկ ցևով, ոմանք հասկանում են ուրիշ ցևով, եւ շատ ժամանակ չի որ սնցնենք այդ ամենին մեջը։ Եվ պետք չի գա, որ մեր երեխաներին, մեր զավակներին եւ ուրիշներին սովորեցնել այդ ինչ որ բավականին դժվար է։ Խոսենք բարձրորեն, խոսենք ասելով, որ այո, կավարան կա, կավարանի մեջը պիտի դարաբիս, կամ ուրիշները պիտի աղոթեն քեզի համար, մինչև որ մաքրվիս։ Այդ մինչև որքան է, ինչ է, ասո խորհուրդն է։ Հայր Անտոն, իսկ ինչու միայն կաթողիկ եկեղեցին ունի քավարան հասկացություն, օրինակ գիտեմ, որ առաքելական եկեղեցում չկա նման բան, չեն ասում քավարանի մասին։ Ինչպես բացատրեմ, չեմ գիտեր։ Երբ որ ինձ եկան եւ որոշ անձիկ ասեցին, որ առաքելական եկեղեցին չընդունում կավարանը, ասեցի, որ կացեք դերարներեն խնդրեցեք, որ այդ հոգեանկստյան պաշտոնները, որ արեցին եւ դիմացը դրամը ստացան, այդ դրամները հետ տողան։ Այդ դրամները թող վերադարձնեն։ Եթե չեն հավատար, եթե կավարան չի գա։ Կհիշեմ ոստեղ Աճաբայան Սրբազանին հետը, որ խոսում էի, ասեց, որ սովետական օրերին բավական քահանա չունեին, որ Սուրբ Խաչի օրը կային եւ հոստեղը գումրու քերեզմանները օրհնեին։ Ամբողջ մեկ տարվա իրենց եկամուտը այդ մեկ օրվա մեջ շինում էին։ Այնքան մարդիկ մեկ կքաշքշեին քահանաներին, որ իրենց մերելի բան կապարանը քերեզմանը օրհնե։ Եթե կապարան չի գա, ինչու այդ ամենը։ Այսինքն հակասում են, հա, իրենց ասածն ու իրենց գործը։ Անշուշտ։ Եվ ով որ գուզե թողնա, որ մեկ սրբազանը լինի, ով որ գուզե թող բացատրե, դեսնես, որ անչիգա ընդեղա։ Ամբողջովին հակասական է եւ չունեն բացատրության ցևը։ Եվ չեն գնալ ունենալ։ Եվ այսինքն 5 դարականին մեջ
ամենակարևոր դեղը, որ կավրանը մենք կարող ենք հասկանալ, դա էլ մակաբեացիների գրքի մեջն է, որ հոնդեղը բանը հուտա մակաբեացին տրամ հավաքում է և ուղարկում է Երուսաղեմ, որպեսզի զոհեր մատուցեն այդ զինվորները, որ մեռան և իրենց մարմնի վրա ունեին չաստվածների նշաններ։ Ուրեմն սա սխալ մի բան էր, որ իրենք արել են և ահավասիկ ուտա մակաբեացին զոհեր մատուցում է, որպեսզի Աստված ների իրենց։ Okay, ուրիշ բաբա։ Հարց ունեք։ Լավ, ես մեկ հարց ունեմ։ Այդ տեսանյութը, որ բանրիկ անորպես բավականին տեսանյութեր ունեմ և պատրաստ եմ ձեզ ներկայացնելու միայն այդ պայմանով, որ խոսենք ասոնց մասին։ Եթե չպիտի խոսիկ, եթե միայն պիտի դեք ու վերջանա, չէ, չաշեր, ժամանակի գորուստ է։ Վաղ ամիսորը Ես ուրիշ լսում եմ։ ուզում եի ասել մեծ ուրախությամբ կդիտեմ Հայր Անտոն, որովհետև շատ հետաքրքիր էին։ Խնդիրը միայն դիտելը չէ, ինչպես ասեցի, պետք է խոսենք։ Դա երևի ժամանակի ընթացքում պետք է մենք մեզ սովորեցնենք խոսել։ Մի քիչ անսովոր է։ Հիմա անսովորության պատճառներն մեկը այն է, որ ամաչում եք ձեր գաղափարը հայտնելու։ Մինչև էսի ցեզի ասել են, որ չես գիտեր, ցայնդ կդրե։ Այդ ձևով մեծացել եք։ Եվ ամաչում եք, որ կրնալալ որ սխալը լա։ Սխալը, երբ որ կարնես 3-4 տարեկան երեխան, երբ որ կխոսի, եթե սխալ կարդասանե, հոգը չէ։ Եթե մի բան անում է, ամոտը չի գիտեր, կախում ունի, անշուշտ որոշ բաներ, եթե արդեն 6 ամսականեն իրեն ասորվեցրել, որ ամոտ է, դարբեր է։ Բայց երեխան, երբ որ սխալ անում է, սխալեն չի ամաչում։ Բայց երբ որ այնքան իրեն ասում եք, որ սխալ է, ամոթ է, այլևս վախենում է խոսալու։ Եվ հիմա դուք բոլորդ այդ վախի մեջ եք։ Ուրիշը ինչ պիտի մտածե իմ մասին։ Ձեր 2-3 հոգի կամ 5 հոգինոց բզի խումբերի մեջ ուզածին պես խոսում եք, բայց մեջտեղեն խոսելը որքան դժվար է ձեզի համար։ Ես ասեմ վատթարագույնը, Հայր Անտոն։ Ես լսել եմ, շատ հավանեցի։ Նույնիսկ գիտեի, թե ինչի մասին պետք է խոսեմ, բայց երբ ասացիք, որ մի բան ասեք, բացահայտեցի, որ բան չգիտեմ, բան չեմ հիշում։ Բոլորովին մտքիցս թռել էր։ Այսինքն ստացվում է, որ լսել եմ, բայց մեջ չի մնացել, գնացել է թողել հոգսերիս հետ։ Նույնն էլ ինձ հետ այդ ձևի։ Կարինե։
Նույնն էլ իմը։ Բայց այդ մյուս անգամ, եթե այդ ձևի գիտենամ, որ պիտի խոսվի այդ թեմայով, մի 2-3 եթե բան գրեմ մոտս, երևի արդեն նայելուց կհիշեմ, մոռացել եմ ուսանողական կյանքիս տարիներում ոնց է եղել։ Ուրեմն լավ կլինի, որ երբ որ դիտում եք ձեր մոդը գրիչ թուղթ լինի եւ նշեք ինչ որ ցեզի ձեր վրան ազդում է։ Մյուս անգամին ավելի ծույլիկից մի խազ բարձր կլինենք, Հայր Անտոն։ Լավ։ Ուրեմն ցեզի ուրիշ մի բան պիտի բանեմ կալ երեքշաբթի օրը խոսելու, որտեղ ուրբաթ օրը պետք է բան ասոցիացիոնի մասին խոսանք, բայց կալ երեքշաբթի օրվա համար եւ նաեւ ես պատրաստ եմ ուրիշ օր ունենալ շաբթվա մեջ է, եթե դուք ժամանակ կուզեք դրամատրել, ես կդրամատրեմ, որ միայն այս ռոլիկները, այս տեսանյութերը դիտենք եւ անոր մասին խոսենք եւ ինչեր կսորվենք կյանքի մասին։ Եթե ցեզ գիտակրկրե, ես 60 հատ ունիմ, որ թարգմանել ենք, այդ երկու հատին պես թարգմանել ենք։ Եվ մեծամասնություն մեկը մյուսեն ավելի լավ է։ Շատ լավ միտք է Հայր Անտոն, պատկերացրեք կարող ենք դիտել եւ ընդածքում մեր հանդիպումների ժամանակ քննարկումի կերպ կարող ենք քննարկել թե ինչ ենք հասկացել, ինչ կարելի անել եւ ինչ կարելի է ընդհանրապես դրանից օգտվել եւ հասկանալ։ Ասում ամենը կյանք փոխող բաներ են, որ կստիպեն մեզ մտածենք եւ մտածելով եւ որ բան միտենք, բայց ինչպես նորեն կկրկնեմ, որ անհրաժեշտ է խոսել, որպեսզի տեսնենք նաեւ թե ուրիշը ինչ է մտածում, ինչպես տեսնում է։ Ոչ մեկը նույնը չենք տեսնել։ Եվ մի զարմանակ, եթե ես ասեմ, որ տեսեք, այդ երկու հատը, ես առնվազն ամեն մեկը 50 անգամ դիտել եմ։ Եվ շատ մարդկանց հետ խոսել եմ ասոնց մասին։ Բայց այսօր եւս նոր տեսանկյուն մտավ իմ մեջս։ Ձեր շատ քիչ խոսքերից մի բան մտավ իմ մեջս, որտեղ իմ միտքս միշտ բաց է, կսիրեմ լսել, կսիրեմ սովորել, որքան որ 80 տարիքը անցած է եւ հիշողությունս, չէ, ես հիշողությունս մասին չեմ գարնար կանգնadvel, որովհետեւ բարկասը երիտասարդները չունին իմ հիշողությունս։ Ասված տալիս է, աստծո բարգևն է սա։ Okay, այսօր այսքան։ Շնորհակալ եւ բարի գիշեր։ Ձեզ ենք շնորհակալ, բարի գիշեր։ Մենք էլ ենք շնորհակալ, բարի գիշեր։ Բարի գիշեր բոլորին։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։